Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 13։ Հավատքը հրավեր է, պատվիրանից առավել։ Հավատքը պատվիրան է, գրված է, արդարը հավատքով կապրի, առանց հավատքի անհնար է հաճեցնել Աստծուն։ Սուրբ Գիրքն ավելացնում է. և եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Եբրայեցիս 10:38 խոսք։ Ես սարսռում եմ, մտածելով անհավատության ահաբեկչության և վտանգի մասին։ Անհավատությունը վախի, անհանգստության և հուսահատության անհուն փոս է, և դրա հետևանքները սարսափելի են։ Անհավատությունը սկսվում է վախից այն բանից, ինչ որ մենք չենք կարող տեսնել։ Այսօրվա մեկ վախը վաղը հանգեցնում է երկու վախի, այնուհետև երեքի, մինչև կդառնա անկառավարելի անհանգստության և շփոթության գնդակ։ Ավելի ու ավելի հաճախ եմ տեսնում, որ վախն ու անհավատությունը ավարտվում են հուսահատությամբ, ինչը տանում է դեպի հուսահատության ու դատարկության ամայի երկիր։ Աստծո մոտ դա փոքր բան չէ, դա կյանքի ու մահվան հարց է, վախը տառապանք է։ Այսօր Աստծո զավակները տարբեր նեղությունների ու խնդիրների հետ են պայքարում։ Ոմանք դիմագրավում են ճնշող և սարսափելի տառապանքներ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր, և կորցնում են սիրտը։ Եթե դուք անցնում եք կատարելագործման կրակի միջով, ես ձեզ համար մի խոսք ունեմ. հավատքը Տիրոջ մեծ բարությանը մասնակցելու հրավեր է։ Հղում եմ ձեզ Աստծո ողջ խոսքի ամենաքաջալերական խոստումներից մեկին. քանի մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար և որ անում ես քեզ հուսացողներին, մարդկանց որդկանց առաջին, դու ծածկում ես նրանց քո երեսի ծածկույթով մարդի դավաճանությունիցը, դու թաքցնում ես նրանց քո խորանի մեջ լեզուների հակառակությունիցը։ Սաղմոս 31:19-20 խոսքեր։ Սա համարձակ փառահեղ խոստում է։ Աստված ասում է. երբ դու ինձ վստահես մարդկանց առաջ, ես կբացեմ իմ մեծ բարության շտեմարանը և կլցնեմ քեզ վրա, ես կթաքցնեմ քեզ իմ ներկայության խորանում և թույլ չեմ տա, որ պայքարը խորտակի քեզ։ Մի հանձնվիր, մենք շատ մոտ ենք մրցավազքի ավարտին, և մեր Տերը սպասում է մեզ։